Պետք է հասկանալ արդյոք դա իր ընտրությունն է։ Թե զույգի կողմից պարտադրված է, բայց ինքը հասարակության ներկայացնում է, որ դա իր ընտրությունն է։ Իրականում դուք շատ նուրբ եւ շատ խոցելի այս պահին կետի անդրադարձաք, որ հաճախ դա ներկայացվում է, որ չի ուզում, կարիք չկա, այսպես ես լավ եմ զգում, հա, բայց երբեմն լինում է, որ մենք գործ ունենք ընտանեկան սահմանափակումների, չասեմ բռնության մասին, բայց սահմանափակումների հետ գործ ունենք, որ զույգերը իրենց դերը բաշխելիս դիտարկում են, որ կինը պետք է մնա տնային, աշխատանքային պարտականությունների մեջ, տան գործ, երեխաների խնամք եւ տղամարդը այլ հարցերն է կարգավորում, բայց եթե դա իրոք կնոջ ընտրությունն է եւ չի ցանկանում աշխատել կյանքի տվյալ ժամանակահատվածում, այստեղ մարդուն ճակերտավոր հանգիստ ենք թողում եւ հաշտ եւ ինչ որտեղ նաեւ պատասխանատու ենք իր այդ որոշման հետ։ Բայց երբ որ ցանկանում է եւ չի աշխատում, այս դեպքում մենք խնդիր ունենք, որ պահանջմունքների մեծ բուրգ չի բավարարվում եւ իրականում տան աշխատանքն է շատ բարդ, շատ ռեսուրսատար, չգնահատվող, չվարձատրվող աշխատանք է։ Նու դրա վարձատրությունը այլ է, ֆինանսական չի։ Ավելի հուզական է, հոգեկան է, չէ՞, մենք պետք է սիրով ենք վարձատրվում, ջերմությամբ ենք վարձատրվում, ուշադրությամբ ենք վարձատրվում, ֆինանսապես չի վարձատրվում այդ աշխատանքը։ Սա շեշտ ենք, որ մենք պետք է գտնենք այդ ինչպես է վարձատրվում։ Եթե չկա շնորհակալություն այդ աշխատանքի համար կատարված, սա արդեն ուրիշ զրույցի թեմա է։